Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ հանուն Հանրապետության կուսակցության արտաքին գործերի քարտուղար Արնոլդ Բլեյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բլեյան։ Բարև ձեզ։ Պարոն Բլեյան, Կրասնոդար երկրամասում ավելի քան 900 հայեր են մասնակցում, այսպես ասած, ի պաշտպանություն եկեղեցու ցույցեր են այնտեղ անցկացվում։ Կրասնոդարսկի կրայ տելեգրամյան ալիքն է այս մասին գրում, որ հայերը ըստ էության բարձրաձայնում են անհամաձայնությունը իրենց այսօրվա իշխանությունների, այսպես ասած, հակաեկեղեցական քայլերի հետ կապված։ Ընդհանուր առմամբ նախ ողջունելի է, որ Ռուսաստանը կարծես թե ժողովրդավարացման ուղին է բռնել եւ այսպիսի բողոքի ակցիաներ ենք տեսնում։ Բայց ինչի մասին են խոսում այս բողոքի ակցիաները, որովհետեւ կարծես թե թվականակի առումով խնդիր կա, այսօր այդ մասին նաեւ արձանագրում էին որոշ մասնակիցներ, որոնց մենք կանդրադառնանք հաջորդիվ։ Այո, փաստորեն որոշեցիք մեր հարցազրույցը սկսել ծիծաղաշարժ նոտայից, որովհետև իրականում այն անձը, ով պատրաստել էր եւ համակարգել էր այդ հանդիպումը, Կրասնոդարում, Արթուր Ասատրյանն է, ով նաեւ հայտնի է Դոն Պիպո մականվամբ, ով ճողոպրել է Հայաստանից իրավապահ համակարգից եւ այսօր փաստորեն փորձում է ժողովրդավարությունը տարածել Ռուսաստանում։ Դա ուրախալի է, որ ռուսաստանյան փողոցներում կարելի է ցույց իրականացնել, կարելի է հայկաիշխանական հայտարարություններով հանդես գալ, կարևորը որ այդ հայտարարությունները չլինեն ուղղված Ռուսաստանի Դաշնության նախագահին։ Եվ այո, նույն Արթուր Ասատրյանը իր անհամաձայնություններ հայտնում այն իրավիճակի հետ, որ փաստորեն նույնիսկ Կրասնոդարում իրենք չեն կարողացել մեծականակ հայերով ապահովել իրենց ցույցը, իսկ դա կնշանակի, որ նա չկարողացավ հասնել իր նպատակին, իր արժև դրված նպատակին, իսկ իր արժև նպատակներ են դնում Ռուսաստանի հատուկ ծառայությունները, որովհետև միանշանակ է, որ հնարավոր չէ կազմակերպել որևէ ցույց Ռուսաստանի Դաշնության որևէ քաղաքում, որևէ փողոցում առանց ունենալու դրա իրենց լեզվով ասած դաբրոն տեղի իշխանություններից եւ հետեւաբար այնինչ կատարվել է Կրասնոդարում, դա տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության իշխանությունների կամքով եւ հանձնարարությամբ եւ Արթուր Ասատրյանը փաստորեն մաս է կազմել մի ակցիայի ընդդեմ մեր Հայաստանի Հանրապետության պետականության։ Սա ֆիքսենք եւ իմանանք, թե ով է Դոն Պիպոն, ով է Արթուր Ասատրյանը եւ բոլոր այն մարդիկ, ովքեր մի մասը միգուցե հոժարական, մի մասը ստիպողաբար գնացել են եւ իրենց ժամանակը վատնել են լսելով իր եւ իր նմանների ելույթները, պետք է իմանան, որ իրենք մասնակցել են մի ակցիայի ընդդեմ Հայաստանի Հանրապետությանը։ Սա կարևոր բան է ֆիքսելու համար։ Եվ ինչպես իրենք էին մեկնաբանում նույն Արթուր Ասատրյանը իր ելույթում ի աջակցություն եկեղեցու։ Պարոն Բլեյան, այն դեպքում, երբ բազմաթիվ անգամներ են այդ մասին խոսել թե կառավարության ներկայացուցիչները, թե իշխող ուժի ներկայացուցիչները, որ հակաեկեղեցական որևէ արշավ չկա, բայց այնուամենայնիվ մենք լսում ենք, թե այս մարդիկ ինչպես են ամեն օր եկեղեցու պաշտպանության դիրքերից հանդես գալիս, ինչն են պաշտպանում, ում են պաշտպանում, ինչ այսպես երևակայական հարձակումներից են պաշտպանում այն դեպքում, երբ ասում են բազմաթիվ անգամներ այդ մասին ասվել, որ եկեղեցու դեմ որևէ հարձակում չկա եւ չի կարող լինել։ Ռուսաստանում իրենք հնարավորություն ունեին ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու ակցիա կազմակերպել այն ժամանակ, երբ Եզրասը, Կաթողիկոսի եղբայրը Մոսկվայի եկեղեցիում, հայկական եկեղեցիում գումարտակ էր օհնում հայերի, որպեսզի գնան Ուկրաինա եւ մասնակցեն այդ ցեղասպան պատերազմին եւ սպանեն ուկրաինացիներին, այդ թվում ուկրաինահայերին։ Եվ դրանով խեղաթյուրեն հայ առաքելական եկեղեցու թարապես միտքը, նպատակը։ Այդ ժամանակ իր նմանները կարող էին գնալ եւ չթույլատրել, որ դա տեղի ունենա, բայց դա տեղի ունեցավ հենց Արա Աբրահամյանի օգնությամբ նաեւ եւ մասնակցությամբ եւ իր նմանների գործուն աջակցությամբ։ Իսկ այնինչ կատարվում է Հայաստանում, այն դերակատարները, որոնք ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու որոշ եպիսկոպոսների եւ այդ թվում գերագույն գլխավոր հրամանատար եպիսկոպոսի օգտին, իրենք չեն խոսում հայ առաքելական եկեղեցու օգտին, որովհետեւ հայ առաքելական եկեղեցու բարեփոխումը պետք է հենց հայ առաքելական եկեղեցու ներսից գա։ Իսկ հայ առաքելական եկեղեցու ներսից
կարող են խոսել հենց հայ առաքելական եկեղեցու այն եպիսկոպոսները, դիցուկային 10 հոգին, որին նաև միացան այլ եպիսկոպոսներ, arczepiskopոսներ, կահանաներ եւ այլն, որոնք լավագույնը տեղյակ են հենց եկեղեցուց եւ իրենք պետք է մասնակցեն այդ բարեփոխմանը։ Իսկ այն մարդիկ դրսից, ովքեր փորձում են չթույլատրել դա, իրենք խոսում են եկեղեցու դեմ։ Իսկ այդ մարդիկ նաև ով խոսում են հոգուտ Գարեգին Բ կաթողիկոսի, դիվանապետ Արշակի, Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի եւ այդ բոլոր մարդիկ մաս են կազմում հայ առաքելական եկեղեցու բարեփոխման անհնարինությանը։ Եվ հետեւաբար իրենք պետք է հասկանան, իրենք պատմության որ կողմում են հայտնվելու։ Եկեղեցու, թե եկեղեցու հակառակ ճամբարին, որտեղ այդ բոլոր մարդիկ կապ չունեն հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետ։ Այդ բոլոր մարդիկ, այդ թվում այդ օրհնված մարդիկ, ճակերտավոր, իրենք կապ չունեն եկեղեցու հետ, իրենք եկեղեցու դեմ են գործում։ Բայց ամենաշատը իրենք են եկեղեցու անունը տալիս։ Ես ուզում եմ հասկանալ, եկեղեցին օգտագործում են որպես վահան։ Գիտեք, շատ մարդիկ դավաճաններ ամենաշատը խոսում են հայրենասիրությունից։ Շատ անպարկեշտներ ամենաշատը խոսում են պարկեշտությունից։ Եվ հիմա իրենք խոսում են իբր թե հայ առաքելական եկեղեցուց, բայց իրականում իրենց գործունեությամբ, իրենց անցած ուղով, իրենք բոլոր հնարավոր պատվիրաններն են խախտել, իրենք բոլոր հնարավոր ձևերով աջակցել են, որպեսզի Հայաստանի առաքելական եկեղեցին լինի այն, ինչ մենք ունենք այսօր։ Եվ այնտեղ աշխատեն այնպիսի մարդիկ, այդ սպասավորները Աստծո լինեն այնպիսի մարդիկ, իհարկե ոչ բոլորը, ինչպիսին մենք ունենք իրենց հիմնական այդ կարկառուն դեմքերի տեսքով։ Ես այնուամենայնիվ ելի պետք է հույս հայտնեմ, քանիցս հիշում եմ դեր տաղավարում նաև հույս եմ հայտնել, որ հենց Գարեգին Բ կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանը ի վերջո կհասկանա, որ այսպես շարունակել հնարավոր չէ։ Նա պետք է հասկանա, որ նա պետք է ծառայի Հայաստանի Հանրապետությանը։ Նա պետք է դադարի ծառայել Ռուսաստանի Դաշնությանը։ Անհնար է չտեսնել այդ կապը իր եղբոր հատուկ ծառայությունների եւ Ռուսաստանի Դաշնության միջև։ Անհնար է։ Դա պետք է պարզապես չուզենալ տեսնել։ Ինչպես կարող է հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսը կապված լինել այլ երկրի հատուկ ծառայությունների հետ։ Դա անթույլատրելի է։ Այստեղ մենք պետք է մեր շեշտը դնենք։ Չպետք է աչքներս փակենք եւ չնկատենք սենյակի միջի մեծ փղին, որը Ռուսաստանի Դաշնությունն է։ Այնուամենայնիվ եկեք դրական միտումն էլ տեսնենք, որ Գարեգին Բ-ի շնորհիվ Ռուսաստանը ավելի ժողովրդավար դարձավ եւ այնտեղի հայերը այսօր ձայն են բարձրացնում եւ առաջ անցնենք։ Այո, իդեպ Հայաստանի շահերից է բխում, որ ի վերջո Ռուսաստանը մի օր կդառնա ժողովրդավարական, չնայած պատմության մեջ Ռուսաստանը երբեք չի եղել ժողովրդավարական։ Եղել է ինչ-որ մի Ելցինյան շրջան, որտեղ փորձ արվեց, բայց երբ եկավ Վլադիմիր Պուտինը, այդ ընթացքը ընդհատվեց։ Բայց ես հույս ունեմ, որ ի վերջո դա տեղի կունենա, որտեղ իրականում ես շատ կուզեմ, որպեսզի Հայաստանն ու Ռուսաստանի Դաշնությունը լինեն իրար դաշնակիցներ, գործընկերներ, բայց այնտեղ պետք է ընդհանուր հենք լինի, եւ այդ հենքը պետք է լինի ժողովրդավարությունը։ Եվ ես կարծում եմ Ռուսաստանի Դաշնությունը չպետք է լինի, որտեղ այնտեղի ապրող ազգերն ու ժողովուրդները իրենք պետք է անկախություն ստանան։ Եվ այդ վերջին իմպերիան նա պետք է քանդվի։ Դա նաև ռուս ժողովրդի փրկությունից է գալիս։ Հակառակ դեպքում այս իրավիճակով կկործանե ամբողջ ռուս ազգը։ Պարոն Բլեյան, գիտեք, որ վերջին շրջանում ամենաշատ բանը, ինչի մասին խոսվում է, դա նաև հիբրիդային պատերազմն է, որ այս պահին, հատկապես երբ Հայաստանը արդեն ընտրական տարի է, նախընտրական փուլ է մտնում, ակտիվ հիբրիդային պատերազմի է ենթարկվում եւ հիբրիդային հարձակումների, այսպես ասած, տարբեր կողմերից։ Տեսեք, Ռուսաստանը, որ նախկինում ուներ կարծես թե մոտեցում կամ ռազմավարություն, որոշակի ապատեղեկատվություններ ի սկզբանե հայտնվում էին ռուսական տարբեր տելեգրամյան ալիքներում եւ հետո սփռվածություն էին գտնում ադրբեջանական, թուրքական մամուլում, այստեղի ներհայաստանյան որոշ շրջանակներ էին սկսում ակտիվ շրջանառել այդ լուրերը։ Հիմա հակառակ միտումն ենք տեսնում, որ իհարկե Կրեմլի հետ կապ ունեցող որոշ պրոպագանդիստներ կամ լրատվամիջոցներ
ճակերտավոր ասած լրատվամիջոցներ, թուրքական եւ ադրբեջանական աղբյուրներ սկսում են ամենատարբեր կեղծ լուրեր տարածել։ Վերջինը գիտեք, դա վարչապետի, այսպես ասած, իբրև թե LGBT, այսպես համայնքին թույլտվություն տալու մասին էր, որ թույլտվություն է տվել, որ նրանք իրենց ակցիան անցկացնեն կամ հավաքը։ Ինչի մասին է սա խոսում, որ Ռուսաստանը ռազմավարություն է փոխել, թե Ռուսաստանը հասկանում է, որ ռուսական աղբյուրները այլևս այնքան, այսպես ասած, վստահելի չեն եւ չեն կարող ազդել հայ հանրության տրամադրությունների վրա, որ հիմա անցել է հակառակ ռազմավարությանը։ Իդեպ այստեղ շատ կարևոր է նշել, որ Վրաստանի պետական ալիքով դա ցուցադրվել է, դա շատ խտրալույց է, եւ շատ ուրախ եմ, որ այնտեղի այդ fact checking կայքը նույնպես ուսումնասիրել եւ մերժել է։ Դա նաև ցուցադրվել է Չինաստանի պետական ալիքով, այսինքն Ռուսաստանը որտեղ հասանելիություն ունի, նա փորձում է օգտագործել նաև այդ աղբյուրները։ Մենք պետք է կոմունիկացնենք թե վրացիների եւ չինացիների հետ եւ թույլ չտանք որպեսզի եւ իրենց բացատրեն, որ իրենք չպետք է գործիք դառնան Հայաստանի Հանրապետության դեմ այդ հիբրիդային հարձակումների եւ սպառնալիքների։ Դա շատ կարեւոր է, որ մենք վրացիների եւ չինացիների հետ կոմունիկացնենք, որտեղ հակառակ դեպքում նա հաջորդ թիվ մենք տեսնենք Իրանի պետական ալիքով նման ինչ-որ մի բան, որովհետեւ մենք հասկանում ենք, որտեղ նա հասանելիություն ունի, նա պետք է փորձի եւ այո, նա հասկանում է, որ շատ անհուսալի վիճակում է եւ երբ լսում ես որևէ ռուսական թարապես եթեր, թերահավատությունը առաջանում եւ նա հասկանում է, փորձում է օգտագործել այլ հնարավոր աղբյուրներ, որպեսզի Վրաստանում վրացահայերի միջև օրինակ այդ հակահայաստանյան դիրքորոշումները եւ թարապես Հայաստանի այդ խաղաղության եւ ժողովրդավարացման ուղին բռնելու որոշումը խեղաթյուրեն։ Ի վերջո նաև Վրաստանում գիտեք, որ այդտեղ շատ լուրջ խնդիր կա այդ առումով, որ փաստացի Վրաստանը հայտնվել է փակուղում, այն առումով, որ ոչ Միացյալ Նահանգներն է իրեն ընդունում, ոչ Եվրոպական միությունն է իրեն ընդունում, ոչ Ռուսաստանն է այդ երկու կտորը հետ վերադարձնում, ինչպես կարծես թե խոստացվել էր իրենց, հա։ Եվ ես բայց ցավում եմ դրա համար, ես կարծում եմ, որ Հայաստանի շահերից չի բխում, որպեսզի Վրաստանը outsider դառնա։ Ես կարծում եմ, որ մենք պետք է հնարավորինս ունենք այն ինչ ունենք այն իշխանությունը, որն ունենք, եւ մենք պետք է աշխատենք այդ իշխանության հետ։ Նույնը կարելի ասել Իրանի պարագայում։ Ունենք այն ինչ ունենք, պետք է աշխատենք այդ իշխանության հետ։ Մեր հարևաններն են, մենք մեր հարևանների չենք կտրում։ Միտեղ ունենք Վրաստան, միտեղ ունենք Իրան, միտեղ ունենք Ադրբեջան, միտեղ ունենք Թուրքիա։ Եվ ես օրինակ 4 հետ էլ հաշ չեմ։ 4 ղեկավարների հետ էլ ես հաշ չեմ։ Որովհետև 4 կողմում էլ ժողովրդավարություն ես չեմ տեսնում։ Բայց դա այն է, ինչ այն է։ Եվ հնարավորության դեպքում մենք հանդիպում ենք թե դիվանագիտական, թե դա նորմալ է։ Բայց մենք քիթը չենք խոթում իրենց ներքին գործերին։ Այնուամենայնիվ վրացական օրինակը կամ Իվանոշվիլիու օրինակը, որը հիմա պարբերաբար նաև համեմատականներ եւ կամ զուգահեռներ են անցկացվում այստեղի ներքաղաքական իրավիճակների հետ, կարծես թե գալիս են օգնելու կամ ինչ-որ բան հուշելու, ցույց տալու, կարելի է այստեղից նաև հետևություններ անել։ Դե իհարկե կարելի է հետևություններ անել եւ վրացական այն ազատամիտ որոնք դեռ հնարավորություն ունեն այս կամ այն կերպ արտահայտվելու, իրենք խոսում են, որ Հայաստանում շատ վտանգավոր սցենար կարող է իրագործվել, Իվանիշվիլի 2 սցենար են ուզում իրագործել, իսկ Իվանիշվիլի 2 սցենար կնշանակի Հայաստանի изգոյացում։ Իսկ Հայաստանի изգոյացում կնշանակի, որ էլի մենք կունենանք ռուսական այստեղ դերակայություն եւ այն պրոյեկտները, որ մենք Միացյալ Նահանգների հետ, Եվրոպական միության հետ եւ Հնդկաստանի հետ կարողանում ենք առաջ տնել, գիտեք, օրինակ Հնդկաստանի հետ շատ լուրջ զարգացումների մեջ ենք, այդ ամենը չի կդառնան։ Եվ այն բոլոր մարդիկ, ովքեր հայտարարում են, որ Ռուսաստանի հետ պետք է ինչ-որ մի նոր պայմանագիր կնքել, Ռուսաստանի հետ պետք է ավելի սրտացնել դաշնակցային հարաբերություններ, իրականում խոսում են ընդդեմ հայ-ամերիկյան, հայ-եվրոպական, մասնավորապես հայ-ֆրանսիական եւ հայ-գերմանական, հայ-հնդկական, հայ-վրացական եւ հայ-իրանական հարաբերություններ, որտեղ իրականում դա այդպես է եղել։ Երբ մենք եղել ենք ամբողջությամբ Ռուսաստանի Դաշնության տիրապետության կամ կամքի ներքո, մենք չենք ունեցել որևէ լուրջ հարաբերություններ, այդ թվում էր անմիջական հարևանների հետ, Վրաստանի եւ Իրանի։ Եվ դա խոսում է հենց դրա մասին, որ մենք ամբողջությամբ նորից կլինենք ռուսական կամքի ներքո, ես դա կնշանակի, որ Ռուսաստանը այս անգամ իր այդ թարացված հարաբերությունների Ադրբեջանի հետ ի հաշիվ մեր տարածքների կլավացնի։ Դե Ղարաբաղ չկա, էլ ի՞նչ է դա։ Եղավ կա Սյունիք, կան սահմանապահներ,
ուղիղ անխոչուտոտ ճանապարհ ես ուզում այնպես ինչպես մենք նախատեսել ենք նոյեմբերի 9-րդ կետով, համբեր հեսա կլինի։ Դրա փոխարեն մենք էս կանենք, այն կանենք։ Սա ենք մենք ուզում տեսնենք։ Մենք ուզում ենք, որ սյունիկ չլինի։ Եվ այն բոլոր մարդիկ, ովքեր իրենց քվեն պետք է տան պրոռուսական կուսակցություններին, իրենք ձայն են տալու ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Իսեր Աստծո, մի ընտրեք մեզ, մի ընտրեք իշխանությանը, թափես մի գնացեք ընտրությունների, եթե պետք է գնաք ընտրությունների եւ ձեր քվեն տակ այն կուսակցությանը, որը դեմ է տալու, որը կողմ է արտահայտվում Ռուսաստանի Դաշնության հետ սերտ հարաբերությունների։ Իսկ դրանց անունները հայտնի են։ Առնվազն 4 կուսակցություն թարապես չպետք է մասնակցեն ընտրությունների։ Դաշնակցություն պետք է անունները տամ, Հանրապետական կուսակցություն, այդ մեր ձևով շարժումը, Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը, իրենք չպետք է մասնակցեն, որտեղ մեկը Ռուսաստանն է, մեկը Բելարուս է, մեկը չգիտեմ ինչ է, նույն բանն են բոլորը։ Իրենք կապ չունեն Հայաստանի Հանրապետության պետական շահի հետ։ Կարծես թե ձեր նշած բոլոր ուժերը բացի Հանրապետական կուսակցությունից այս պահին արդեն հայտարարել են, որ իրենք պատրաստվում են մասնակցել, թե ինչ ֆորմատով արդեն կհստակեցնեն։ Տեսեք, մի կարևոր արձանագրում անենք։ Պետական ալիքներով Ռուսաստանի էլ Սոլովյովը, էլ իրենց քաղաքակետ Դուգինը, իսկ քաղաքակետ Դուգինը հենց այդ դուգինիզմի գաղափարի հիման վրա է այն ինչ կատարվում է Ռուսաստանի Դաշնությունում, այս Դուգինն է մշակել։ Էլ են Միխեևը, էլ են падգամավոր Վալոևը։ Այսինքն բոլոր հնարավոր միջոցներով իրենք խոսում են Հայաստանում ռազմական գործողությունների անհրաժեշտության մասին։ Այն, ինչ մենք նույնիսկ Թուրքիայից եւ Ադրբեջանից չենք լսել։ Դու համենայնպես վերջերս առավել եւս Թուրքիայից։ Բայց օրինակ եթե այստեղ լինեն կուսակցություններ եւ իրենք ասեն մենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ուզում ենք սերտ հարաբերություններ ունենալ, նյութենական պետություն կազմենք, Թուրանին միանանք, հա, կամ թուրքական աշխարհի եւ այլն։ Մենք դա նորմալ կդիտարկենք։ Իսկ ով ասաց, որ պրոռուսականը դա նորմալ է։ Ես կարծում եմ պրոռուսական կուսակցություն Հայաստանում այնքան անտրամաբանական է, որքան պրոադրբեջանական կամ պրոթուրքական կուսակցությունը։ Դա չի նշանակում, որ մենք պետք է ատենք թուրք ժողովրդին, ադրբեջանցի ժողովրդին կամ ռուս ժողովրդին։ Դրա մասին չի խոսքը գնում։ Խոսքը գնում է իշխանության վարած քաղաքականության մասին։ Իդեպ երկու ոդքասթերներ օրերս խոսում էին այն մասին, որ Ռուսաստանը կարող է իրենց բարերով ասած կորցնել Հայաստանը, որովհետև այն ուժերը, որոնց վրա հենվում է Ռուսաստանը, այստեղ չունեն հեղինակություն, ավելին խոսում էին եւ մտահոգվում էին այն մասին, որ ժողովրդի մեծ մասը կարծես թե դեռևս սատարում է Նիկոլ Փաշինյանին եւ այս իրավիճակից պետք է ելքեր գտնել։ Այսինքն նման հարցազրույցների պակաս չկա, նման միտք արտահայտողների պակաս այնուամենայնիվ ռուսական հարթակներում ամենատարբեր չկա։ 26 թվականի ընտրությունների կարևորագույն բանը պետք է լինի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընդդիմափոխությունը։ Այսինքն կարևորագույն խնդիրը մնում է ընդդիմությունը։ Այո, որտեղ այս ընդդիմությունով հնարավոր չէ առաջ գնալ։ Եվ ցանկացած լավ իշխանություն չի կարող լինել ամբողջությամբ լավ իշխանություն, եթե ունենա այդպիսի ընդդիմություն։ Պարոն Բլեյան, նաև թրիփի ուղուց խոսենք։ Տեսեք, օրես երկրորդ նախագահն էր ասում, որ թրիփի ուղին, Թրամփի ուղին պետք է ունենա այլ երաշխավոր կողմեր, այդ թվում Ռուսաստանը, նաև երրորդ կողմի մասին էր խոսում, ավելի հեռուն գնալով Չինաստանը։ Հետաքրքիր օրինաչափություն Զախարովան նույն կարծիքին է, խոսում է, որ իրենք մտածում են, դիտարկում են Հայաստանի այդ առաջարկը որևէ կերպով մասնակցելու թրիփի ուղին, իրենք փորձում են հասկանալ ինչպես կարող է Ռուսաստանը մասնակցություն ունենալ, հիշեցնում է ռուսական երկաթուղիների մասին, ասում է, որ պետք չէ մոռանալ այդ գործոնի մասին։ Հիմա սրանք հիշեցումներ են, սրանք այնուամենայնիվ մենք նման հիշեցումներ վերջին շրջանում գրեթե ամենօրյա մակարդակով ստանում ենք ռուսական երկաթուղիներ, ռուս սահմանապահների վերահսկողության գոտի, ՀԱՊԿ անդամ երկիր եք, ԵԱՏՄ անդամ երկիր եք, սա հիշեցումներ է պարզապես, թե այստեղ նաև տողատակում սպառնալիքներ են։ Դե դրանք սպառնալիքներ են եւ հենց այստեղ է որ մենք հաշ չենք, որ մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, որ մենք դեռ ԵԱՏՄ անդամ ենք, որ մենք դեռ ունենք հարավկովկասյան այդ երկաթուղիների կոնսորցիումը, որովհետեւ ես օրինակ կողմ չեմ, որպեսզի Ռուսաստանը Հայաստան, Ադրբեջան, Հայաստան, Նախիջևան, Հայաստան, Թուրքիա հատվածները վերանորոգի բարեկարգի։ Ես կարծում եմ, որ հակառակ, եթե մենք ուզում ենք քայլ առ քայլ գնալ առաջ, պետք է ասենք այս մասից դու ազատվում ես եւ օրինակ վրացիները համագործակցենք։ Վրացիները փայլուն փորձ ունեն իրենց երկաթգծի հետ կապված։ Իրենց երկաթգծերը top 10, top 10-յակի մեջ են հարկատուների։ Պետք է վրացիներին բերենք, ասենք եկեք, դուք էլ միանում եք մեզ, այս երկաթգծերի այս մասը դուք եք անում։ Վերջ։
Ռուսերեն էլ ասել կներեք, այն մնացած բանը դուք Երևան-Գյումրի այդ էլեկտրիշկան օգտագործեք, միջև տեսնենք ինչ ենք անում։ Իսկ Ռուսաստանը առհասարակ հետաքրքրված է կամ շահագրգռված է։ Ես չգիտեմ իրենք ոնց են անելու, մոտ $1 միլիարդ մասն է խոսքը գնում իրենք որտեղից այդ գումարը, որտեղ հարավ-կովկասյան երկաթուղին, թարապես Ռուսաստանի երկաթուղին շատ լուրջ խնդիրների հետ է, Մոսկվայում իրենց անշարժ գույքն են վաճառում, որպեսզի կարողանան այդ պարտքերը վճարել, որտեղ իրենք շատ լուրջ խնդիրների մեջ են։ Եվ ես չգիտեմ թե ինչ պետք է մենք անենք։ Այսօր ես լսեցի Խուդատյանն ասում էր, որ միգուցե մենք ինչ-որ համատեղ բաներ անենք, ես դեմ եմ։ Ես դեմ եմ ռուսների հետ երկաթգծի համատեղ ինչ-որ, չգիտեմ, բարենորոգմանը, նորոգմանը, վերակառուցմանը կամ կառուցմանը։ Այսինքն Ռուսաստանը այնտեղ պիտի մասնակցություն չունենա, ըստ ձեզ։ Չէ, պետք է չունենա։ Ռուսաստանը ինչին մասնակցել է, ինքը հարամել է։ Լավ մի ոլորտ ցույց կտակ, որ նորմալ է։ Որտեղ նա մասնակցել է, մոնոպոլ դիրք է վերջո վերցրել։ Գազից սկսած։ Նա մասնակցություն չպետք է ունենա։ Եթե հայ-ամերիկյան այդ հարաբերությունների զարգացումը միտված չէ Ռուսաստանից այդ կախվածության նվազեցմանը, ապա պետք չի ուրեմն այդ հայ-ամերիկյան հարաբերությունների կարգավորումը։ Դուք պետք է ուղիղ խոսենք դրա մասին։ Որովհետև եթե մեր հայ-ադրբեջանական սահմանն ու հայ-թուրքական սահմանը բացում ենք, ու մենք կարողանում ենք նվազեցնել ռուսական այդ աննորմալ ներկայությունը մեր տնտեսության կյանքում, եթե դա տեղի ունենում, ուրեմն մեզ դա պետք է։ Եթե դա տեղի չունենում, ինչ համար ենք դա անում։ Բայց մենք տեսնում ենք, չէ՞ որ դա օգուտներ արդեն։ Տեսնում ենք, չէ՞ որ հացահատիկը Ղազախստանից եկավ, ռուսները սկսեցին արդեն ուրիշ ձև մեզ վերաբերվել։ Տեսնում ենք, չէ՞ որ բենզինի գները ինչքան էժանացրեց նույն Ռուսաստանը, նույն Ռոսնեֆտը, երբ մենք կարողացանք Ադրբեջանից բերել։ Այսպես պետք է մնացածը լինի, բայց կներեք, երկաթգիծը դա լուրջ բան է, երկաթգիծը դա ոչ բենզին է, ոչ էլ հացահատիկ։ Դուք այնտեղ գործ չունեք անելու։ Թող իրենք երկրում երկաթգծերով զբաղվեն, որ տարիներ շարունակ խոսք են տալիս, որոշ մասերում երկաթգիծ կառուցել եւ այդպես էլ չեն անում։ Միգուցե հայկական կողմի հաշվարկն էլ հենց դրա վրա է, պարոն Բլեյան, որ ի վերջո ռուսական կողմը կհրաժարվի կամ ինչ որ ձևով դուրս կդնի իրեն այդ պրոյեկտից։ Սա պարզապես դիտարկում եմ անում։ Պարոն Բլեյան, նաև Լավրովի հայտարարություններին անդրադառնանք, նախ հատկապես որ ռուսական ռազմաբազան եւ մեր սահմանապահները Հայաստանի եւ ողջ հարավային Կովկասի անվտանգության կարևորագույն տարրերն են։ Լավրովն է երեք հայտարարել ու նաև ձեռքի հետ, այսպես ասած, հիշեցրել է, որ Բրյուսելի եւ Վաշինգտոնի ենթադրյալ բարի մտադրությունների հետևում թաքնված են սառը հաշվարկներ եւ Հայաստանը պիտի սրա մասին իմանա։ Սա էլի չգիտեմ ինչպես ընկալել որպես սպառնալիք թե զգուշացում, թե բարի կամքի դրսևորում, որ մեզ զգուշացնում են, որ Բրյուսելը եւ Վաշինգտոնը այդքան էլ լավ տրամադրված չեն եւ Մոսկվան պարբերաբար մտահոգվում է Հայաստանի, ինչպես իրենք են ասում, այսպես հարկադրված արևմտյան այս կուրսով։ Ինչ ասել է հարկադրված։ Ճիշտ ասած, մենք սկսեցինք հարկադրված ամերիկյան կուրս ընտրել, որտեղ ռուսական կուրսը չաշխատեց։ Եվ որովհետև այդ սահմանապահները եւ այդ ռուսական ռազմաբազան, որոնք միտված էին պաշտպանելու Հայաստանը Ադրբեջանից, չկատարեցին իրենց ֆունկցիան։ Եվ ճիշտ է ասում պարոն Լավրովը, մենք հարկադրված սկսեցինք շփվել արևմուտքի հետ։ Բայց այնտեղ ինքը նաեւ ստում է, որովհետև այն համագործակցությունը հայ-ամերիկյան եւ հայ-եվրոպական մասնավորապես եվրոպացի դիտորդերի տեղակայմից ի վեր, մենք տեսանք, որ դա բխում է մեր Հայաստանի Հանրապետության շահերից։ Մենք չունեցանք սահմանային խնդիրներ գրեթե։ Այժմ մենք ունենք նախաստորագրված պայմանագիր, համաձայնագիր խաղաղության Ադրբեջանի հետ։ Մեր գերիները, որոնք ըստ պետք է նոյեմբերի 9-ի հայտարարության վերադարձվեին, բայց ամբողջությամբ չվերադարձվեցին, հետո նոր գերիներ մենք ունեցանք, պատանդներ։ Մենք տեսնում ենք մասսարմար վերադառնում են, բարով են վերադառնում։ Ուր են ռուսները, որտեղ է իրենց այդ երաշխիքը։ Որտեղ է այդ, ինչպես մենք մեր կաշվի վրա զգանք ռուսական այդ անվտանգությունը, այդ հովանոցը։ Այսինքն երբևէ եղել է օրինակ որ Թուրքիան փորձի, չգիտեմ, գա գրավի Գյումրին եւ ռուսները չեն թույլ տվել։ Չի եղել, չէ՞ նման դեպք։ Հետևաբար որտեղից մենք գիտենք, որ այդ ռուսական ռազմաբազան այնտեղ է պաշտպանելու թուրքական հնարավոր էքսպանսիայից։ Անվտանգության երաշխիք։ Եվ ընդ որում երբ երկարացվում էր այդ պայմանագիրը Սերժ Սարգսյանի տարիներին, դա երկարացվեց այն պայմանով, որ դա նաև կներառի ադրբեջանական սահմանը։ Բայց երբ լուրջ խնդիրներ մենք ունեցանք ջերմուկի հատվածում, պարզվեց, որ իրենք չգիտեն, թե ով է կրակում եւ արդյոք ջերմուկի այդ մասերը թարապես Հայաստանի Հանրապետությունն է, թե Ադրբեջան։
Օրինակ եվրադիտորդները շատ լավ եկան տեղակայվեցին եւ հասկացան որտեղ է սահմանը։ Բայց հապկ այդ գլխավոր քարտուղար չգիտեր սահմանը որտեղ է։ Այդ ո՞նց է իմանում, որ եվրոպացիները գիտեին, իսկ հապկը չգիտեր։ Եվ այստեղ ես խնդիր ունեմ ինչու ենք մենք դեռ դե յուրե հապկ անդամ։ Եվ նաև քանի որ խոսեցիք այդ կարևոր արձանագրման մասին, որ հապկը ըստ էության չի ճանաչում Հայաստանի Հանրապետության սահմանները։ Նաև այս պարագայում արդարացի հարց չի առաջանում, պարոն Բլեյան, թե Ռուսաստանը ինչ սահմաններով է գալու մասնակցելու թրիփին կամ երկաթուղին վերանորոգելու այդ պրոյեկտներին, ինչպես է մասնակցելու, ինչ սահմաններով, որտեղ է ճանաչելու այդ սահմանը։ Ինքը չի մասնակցելու, Ռուսաստանը չի գալու, չի մասնակցելու թրիփին, դա հայ-ամերիկյան պրոյեկտ է եւ ոչ Հայաստանը, ոչ էլ կարծում Միացյալ Նահանգները դեմ են լինելու։ Երկուսն էլ դեմ են լինելու։ Դա այստեղ վետոյի իրավունք ունի նաեւ Միացյալ Նահանգները եւ հանգիստ Այո, ինչ պետք է լինի։ Չի։ Դա ամերիկյան պրոյեկտ է, ինչ կապ ունի Ռուսաստանը։ Ռուսաստանը մեզ երբևէ ներառել է որևէ այլ պրոյեկտի մեջ, որը ինքը կնքել է իր հարևաններից մեկի հետ կամ ինչ-որ մեկ այլ երկրի հետ։ Չէ, բայց ինչու մենք պետք է ներառենք Ռուսաստանին։ Ո՞վ է Ռուսաստանը, որ մենք իրենց ներառենք։ Հանուն ինչի։ Ինչ է արել նա մեզ համար։ Մեր գերիներին է կարողացել վերադարձնել, կարողացել է դեօկուպացիա ենթարկել մեր տարածքները, կարողացել է ապահովել խաղաղություն Ղարաբաղում, կարողացել է օրինակ, չգիտեմ, հայերի վերադարձը։ Ինչ է արել Ռուսաստանը, լավ, վերջո ինչի մենք պետք է համաձայնենք, որպեսզի ռուսները գան մասնակցություն, որինչ։ Փողի կարիք ունենք, չունենք, ունենք արդեն, որինչ, մասնագետի կարիք չունենք, կարիք ունենք, ոչ, իրենք ինչ մասնագետ։ Դե Լավրովն ասում է իրենք իրենց դաշնակցային պարտականությունները կատարում։ Չունենք ձեր դաշնակցային պարտականություններ կատարելու։ Պետք է խզել այդ 97 թվականի պայմանագիրը, չի գործել այդ պայմանագիրը։ Եթե մենք խնդիր ունենք հապկի հետ, մենք խնդիր ունենք հայ-ռուսական հարաբերությունների հետ, եղբայրական եւ բարեկամական այդ պայմանագրի հետ։ Երկկողմ այդ պաշտպանական։ Չի գործում, հապկն էլ չի գործում։ Ռուսաստանի վրա հարձակում է եղել, որևէ հապկ անդամ որևէ մի բան ասած, բայց չէ որ հապկ անդամները պետք է գնային եւ ազատագրային Կուրսկը, Բելգորոդը պաշտպանեին։ Ոչ, նա հյուսային կորեացիներն էր տանում։ Ինչ հապկ չկա։ Հետո ինչ է խոսում պարոն Լավրովը հապկից։ Հապկը երբ է ում պաշտպանել։ Երբեք չի պաշտպանել։ Չկա հապկ։ Եվ քանի որ եվրադիտորդներից նաև խոսեցիք, պարոն Բլեյան, այսպես կուզենամ եւս մեկ անգամ արձանագրեք, թեև այդ մասով էլ հայտարարությունները քիչ չեն եղել, եվրադիտորդները Հայաստան, Եվրամիություն, Հայաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ հարաբերությունները, ես ճիշտ եմ հասկանում, որ որևէ երրորդ կողմի կամ երրորդ պետության դեմ ուղղված չեն, ինչպես օրինակ երբեմն նման մեկնաբանություններ մենք լսում ենք Կրեմլից։ Նաև վերջերս, ինչպես ճիշտ նկատեցիք, Դուգինի հայտարարության մեջ էր ասվում, որ այս երկրները անկախության իրավունք չունեն, որովհետև նրանք արևմուտքի ձեռքում կարող են դառնալ պլացդարմ մեր դեմ։ Այսինքն Հայաստան, Եվրամիություն, Հայաստան Միացյալ Նահանգներ հարաբերությունները չի նշանակում, որ դրանք ուղղված են լինելու Ռուսաստանի դեմ։ Իրենք ճիշտ է, իրենք չեն ճանաչում մեր հանրապետությունները, իրենք չեն ճանաչում որ 14 անկախացած հանրապետությունները պետք է անկախանային։ Նախագահի Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնականն էր դրանից խոսում։ Թարպես ասում դա անիրավաչափ էր։ Իսկ եվրադիտորդների տեղակայումը ուղղված է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը։ Հիմա եթե Հայաստանի Հանրապետության անվտանգությունը սպառնալիք է հանդիսանում ինչ որ երկրի համար, ուրեմն դա ուղղված է իրենց դեմ։ Եթե Ռուսաստանի Դաշնությունը կարծում է, որ եթե Հայաստանի Հանրապետությունն անվտանգ է, դա սպառնալիք է իրենց դեմ, ուրեմն այո, եվրադիտորդները տեղակայումը սպառնալիք է Ռուսաստանի Դաշնությանը։ Այդ տրամաբանությամբ։ Դուք կներեք, դա ձեր խնդիրն է։ Օրինակ Իրանը չի կարծում, որ եվրադիտորդների տեղակայումը սպառնալիք է Իրանին, այլ հակառակը։ Իրանի նախորդ արտգործնախարարը, ով այդ ուղղաթիռի դեպքով բացավ, նա ասում էր, որ Հայաստանի, որքան Հայաստանը լինի անվտանգ, այդքան Իրանը կլինի անվտանգ։ Հայաստանը անվտանգ է եվրադիտորդների ներկայությամբ։ Հայաստանը անվտանգ է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմամբ։ Վերջ։ Մնացած բոլոր երկրները պետք է հաշտվեն դրա հետ։ Եթե իրենք այդտեղ սպառնալիք են տեսնում, դա հայ-ամերիկյան եւ հայ-եվրոպական հարաբերությունները չեն մեղավոր, իրենք են մեղավոր եւ իրենց աշխարհաքաղաքական ընկալումները հնացած։ Եվ քանի որ մենք այս մասին խոսեցինք, պարոն Բլեյան, կուզենամ նաև ամփոփենք այս թեմայի շուրջ։ Տեսեք, ես ճիշտ եմ հասկանում, որ առաջիկայում նախընտրական շրջանով պայմանավորված թուրքական եւ ադրբեջանական աղբյուրներից հաճախ են լինելու նման ապատեղեկատվական ինֆորմացիաները եւ ինչպես ասացի, այդ աղբյուրները, որոնք ուղիղ կապ ունեն Կրեմլի հետ։ Այսինքն սա սպասելի է։
Իհարկե սпасելի է։ Նույն այդ վերջի արտահոսքը դա հենց թուրք լրագրող էր կամ հրապարակախոս էր, չեմ հիշում, բայց որը ուղիղ կապ ունի Ռուսաստանի Դաշնության Կրեմլի հետ։ Մինչ այդ ինչ որ իսպանացի էր, կայծեմ թե իտալացի էր, արդեն մոռացա։ Իրանք բոլորը, որ ուսումնասիրում ես, հիմա դե 21-րդ դարը շատ հեշտ է այդ ամեն ինչը ուսումնասիրել։ Ուսումնասիրում ես, տեսնում ես, որ անընդհատ գնում են Մոսկվա, ինչ որ կլոր սեղան քննարկումներին են մասնակցում, մեթոդիկաներ են ստանում եւ աշխատում են աշխարհի տարբեր երկրներում հանուն Ռուսաստանի Դաշնության նեոկայսերական այդ նկրտումների եւ շահերի։ Եվ պարոն Բլեյան, Եվ մենք պետք է մտածենք, ինչ ենք անում դրա հետ։ Ոնց ենք սահմանափակում, ոնց ենք մենք պաշտպանում։ Օրինակ պետական ռուսական ալիքները ինչու առ այսօր մեր մուլտիպլեքսում եւ կաբելային հեռարձակմամբ թույլատրվում են։ Սպուտնիկ Արմենիան ինչ գործ ունի Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն հարցեր են։ Եվ այն ուժերը, անհատները, որոնք օր ու գիշեր զգուշացնում են հայ հանրությանը, վախեցնում են, որ ձեզ տանում են դեպի թրքացում, տեսեք, առաջինը իրենք են այդ թուրքական չակերտավոր ասած թուրքական լրատվամիջոցներին հղում անելով այդ ինֆորմացիաները տարածում, այստեղ զարմանալի կամ տարօրինակ բան չկա։ Շատ ճիշտ եք նկատում։ Իրականում չկա թրքացում, չկա, չգիտեմ, ադրբեջանացում, այլ կա Հայաստանի Հանրապետության իշխանության բարձրացում, ինքնիշխանության բարձրացում։ Իրենք սրադեմ են պայքարում։ Իսկ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության բարձրացումը նշանակում է Ռուսաստանի Դաշնությունից կախվածության նվազում։ Ուղիղ համեմատական է դա։ Դրանից են իրանք բողոքում։ Շնորհակալ եմ, պարոն Բլեյան։ Միշտ սիրով։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի հանուն Հանրապետության կուսակցության արտաքին գործերի քարտուղար Արնոլդ Բլեյանի հետ։ Կհանդիպենք։